Ողջույն Գևորգ, այսօր մենք խոսել ենք քրեական իրավունքից, մասնավորապես խոսել ենք պատժից։ Շատ դեպքերում մարդիկ չեն ընկալում, թե ընդհանրապես պատժը ինչի համար է, դա իրենց ներկայացնում է որպես կանխարգելիչ ինչ-որ հատկություն է, թե ուղղակի փորձում է մարդուն, այսպես ասած, հետ բերի դեպի իրական կյանք, այսինքն իր մեջ պարունակում է բարոյական տարրեր։ Նախ ողջույն Նարէ ջան, շատ հաճելի է ձեր մոտ հյուրընկալվելը։ Նախ կցանկանայի խոսելով պատժից, կցանկանայի նշել, որ պատիժը բնականաբար դա ավելի շատ կանխարգելիչ բնույթ է, ոչ թե ինքնանպատակ չի, անձին երբեք պետությունը ինքնանպատակորեն չի ենթարկում պատժի, այլ պատիժը դա պետական հարկադրանքի միջոց է, որը որ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակվում եւ կիրառվում է անձի նկատմամբ։ Բնականաբար պատիժը դատավարության բոլոր փուլերով անցնելուց պատիժը կարող է լինել առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարող է նշանակել մեկ այլ պատիժ, իսկ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը ունենալով այլ կարծիք կարող են բեկանել եւ փոփոխվի այդ պատիժը, պատժաճ չափը մինչև կարող է անձը արդարացվել, այսպես ասենք, բայց պատիժը նշանակվում է հենց պետության կողմից մեղադրական դատավճռով, այսինքն երբ որ դատարանը ապացուցված է համարում անձի կողմից հանցանք կատարել է եւ նրան մեղսագրվող արարքում մեղավոր է ճանաչում, այդ ժամանակ նշանակում է նրա նկատմամբ համաչափ պատիժ։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք շատ դեպքերում արդարացված է, օրինակ, չգիտեմ, պատիժը նախատեսվում է 10 տարի ժամկետով ազատազրկում։ Շատ դեպքերում դա արդարացված է, թե երբեմն լինում է, որ ոչ արդարացված է լինում այդ պատժի չափը, որ սահմանվում է։ Տեսեք, եթե արդարության մասին եք ճիշտ է, չէ՞, ճիշտ եմ հասկացել ձեր միտքը։ Եթե խոսում ենք արդարության մասին, արդարությունը դա ինքնին վերացական, եզրույթ է, տարբեր մասնագետների մոտ կարող է արդարության տարբեր զգացողություններ լինել, այո, սուբյեկտիվ է, դա օբյեկտիվ չէ։ Տարբեր մասնագետների մոտ կարող է մի դեպքը լինել արդարացի, մյուսի մոտ նույն դեպքը լինել ոչ արդարացի։ Բայց դրա մասին խոսելիս ես կարող եմ ասել օրինակ կոնկրետ օրինակ կարող եմ բերել, ես ունեցել եմ իմ պրակտիկայում դեպք, որի ժամանակ պատիժը նշանակվել անձի նկատմամբ 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը նշանակվել անձի նկատմամբ եւ սակայն ես գտնում եմ, որ արդարացի չէ, օրենսդրական առումով իրավական է, օրենսդրության շրջանակներում է, ոչ թե դուրս է, բայց արդարության, բարոյականության եւ արդարության տեսանկյունից ես գտնում եմ, որ դա արդարացի չէ, ինչի համար կարող եմ մեկ sense օրինակ բերել իմ մասնագիտական գործունեության ընթացքում ես օրինակ դեպք եմ ունեցել, գործ եմ ունեցել, որտեղ անձը ենթարկվել է պատժի, այսինքն նրա նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկման ձևով 5 տարի ժամկետով եւ դա նշանակվել է, եթե ես չեմ սխալվում, իմ հիշողությունից չի դավաճանում 166-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն անձի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար է անձի նկատմամբ նշանակվել 5 տարի ազատազրկման ձևով պատիժ եւ ինչպես մենք բոլոր իրավաբաններս գիտենք, վճռաբեկ դատարանը ունի բազմաթիվ նախադեպային որոշումներ, որոնք որ հստակ ասում են, որ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքում մեղադրյալի նկատմամբ պետք է պետությունը վարի պատժողական քաղաքականություն, բայց հիմա մենք կոնկրետ այս իմ բերած օրինակում, երբ որ նայում ենք, որ մեր ազգի սովորույթները, մեր ազգի մենտալիտետը, եթե նայում ենք, յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ իմ կարծիքով կարող էր այդպես վարվել, չդիմանալով այն հանգամանքին, որ իր հարազատ քրոջը հարվածում է մի այլ անծանոթ տղամարդ կամ թեկուզ ծանոթ տղամարդ լինելով կեսրայրը, ես չեմ կարծում, որ իրավունք կարող է վերապահել ինչ-որ մեկ, այո, այսինքն ինչ հանգամանքում է կատարվել հանցագործությունը։ Այսինքն, եթե չլիներ օրինակ տվյալ դեպքը, բնականաբար տվյալ անձը որևէ վատ արարք չէր կատարի։ Այո, բնականաբար, այսինքն ես կարծում եմ, այստեղ ավելի շատ ինքը խիստ հուզական վիճակում գտնվելով է կատարել տվյալ հանցագործությունը, սակայն
Ես չեմ զբաղվել առաջի ատյանում եւ երկրորդ ատյանում իր գործը ես վերցրել եմ այն ժամանակ, երբ որ արդեն վճռաբեկության փուլն էինք հասել, մենք բողոք պետքա տանեինք վճռաբեկության կարգով, սակայն ինչպես նշեցի, վճռաբեկ դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումները ծանր մարմնական վնաս պատճառելու այդ հանցանքի վերաբերյալ որոշումները միանվագ ասում են, որ պետք է անձը պատժվի, այսինքն պետք է պետությունը պատժողական քաղաքականություն վարի եւ անձին ուղարկում են ռեալ ազատազրկման այս դեպքերում եւ բնականաբար այդ իսկ պատճառով վճռաբեկ դատարանը չէր կարող գնալ իր բազմաթիվ նախադեպային որոշումներին հակառակ եւ մերժեց մեր բողոքը չնայած նրան ես անձին տվյալ ժամանակահատվածում անձը ուներ մինչեւ 6 տարեկան երեխա իր խնամքին ես միջնորդեցի առաջի ատյանը մերժեց նույն հիմքով, ասելով, որ վճռաբեկ դատարանը ունի բազմաթիվ նման նախադեպային որոշումներ եւ անձը դատապարտվել է ծանր հանցագործության համար, սակայն ես տարա վերաքննիչ բողոք այդ գործի հետ կապված եւ վերաքննիչ դատարանում ես հիմնավորեցի, որ պատիժ նշանակելը եւ պատիժը կիրառելը եւ պատիժը հետաձգելը մինչեւ 6 տարեկան երեխայի հիմքով դրանք առանձին ինստիտուտներ են եւ այդ նախադեպային որոշումները չեն վերաբերվում պատիժը հետաձգելու ինստիտուտին, այլ վերաբերվում են պատիժը նշանակելու եւ կիրառելու ինստիտուտին։ Այդ ժամանակ հաշվի են առնում, թե իր խնամքի տակ երեխա ունի, քանի տարեկան է։ Դե բացի դա էլ դրանք առանձին իրավական նորմեր են, որոնք որ առանձին ամրագրված են մեր քրեական իրավունքում եւ ես նման մեկնաբանությամբ կարողացա հասնել նրան, որ վերաքննիչ դատարանը բավարարեց իմ բողոքը եւ տվյալ անձի նկատմամբ կիրառված 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը հետաձգվեց, նշանակվեց փորձաշրջան, ես եթե չեմ սխալվում ոչ մի պարտականություն չդրվեց այդ անձի վրա այդ փորձաշրջանի ընթացքում, հիմա կարծում եմ արդեն փորձաշրջանը ավարտված կլինի եւ արդեն դատարանը որոշում կայացրած կլինի պատիժը վերացնելու մասով։ Սա ուրիշ դեպք է, ոչ թե Պատժից ազատելու այո մասով։ Սա ուրիշ դեպք է, ոչ թե նախորդ դեպքի հետ առնչվում։ Ոչ, նախորդ դեպքն է, երբ որ դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ, վճռաբեկ դատարանը մերժեց մեր վճռաբեկ բողոքը, մենք այդ անձին փրկելու համար, քանի որ գտնում էինք, որ անարդարացի որոշումը, որ անձը կարող է պաշտպանել իր սեփական քրոջը, անարդարացի է, որ սեփական քրոջը պաշտպանելու համար անձը գնա ազատազրկման ձևով կրի պատիժ, այդ իսկ պատճառով մենք միջնորդություն կատարեցինք մինչև 6 տարեկան երեխա ունենալու հիմքով պատիժը հետաձգվեց նարեջ։ Հասկացա, որովհետև իրականում շատ ճիշտ եք մտածում, պետք է ամեն դեպքում յուրաքանչյուր հանգամանք հաշվի առնել ու չպետք է լինի այտենց խիստ, որովհետև հաշվի պետք է առնես ի վերջո, ինչ պայմաններում է այդ արարքը կատարվել, ինչ վիճակում է ինքը գտնվում, օրինակ նաև հիշում եմ մի անգամ, որ մենք խոսում էինք, քննարկում էինք, ասեցիր մեքենաների հետ կապված, որ վարչական իրավունքից զրկվելու հետ կապված, շատ դեպքերում դատարանները պետք է հաշվի առնեն ու հիմնականում դա են հաշվի առնում, արդյոք դա նրա միակ աշխատելու միջոցն է։ Պատմել եմ, նախ ես 344-րդ հոդվածին կարելի ասել ամբողջության դեմ եմ, քանի որ հիմնականում դատական պրակտիկան ձևավորված է, որ հիմնականում այդ հոդվածով անձանց հիմնականում պատիժ նշանակում են տուգանքի ձևով է պատիժը լինում, այսինքն բացառիկ դեպքերում է լինում, երբ որ անձը կարող է մի 5 անգամ նույն հանցանքը կատարի, այդ 5 անգամից հետո բացառիկ դեպքերում կարող է կարճաժամկետ ազատազրկում կամ որոշակի ժամկետով ազատազրկում նշանակվի, բայց ես իմ պրակտիկայում դեռևս նման դեպքի չեմ հանդիպել, ինչի եմ դեմ ես այդ իրավանորմին, նախ այսպես ասեմ, մենք մեր երկրում կարելի ասել արդեն բազմաթիվ անձինք
հանցագործի պիտակ ձեռք բերեցին, քանի որ ունեցան դատվածություն, մեքենան վարելու իրավունքից զրկված լինելով վարել են մեքենան կամ կասեցված լինելով, հա, վարորդական վկայականը վարել են մեքենան եւ դրա հետևանքով այդ մարդիկ դարձան հանցագործներ։ Մենք կարող ենք դա տանել դեպի զանցանքի դաշտ, ոչ թե բերել հանցանքի դաշտ, հասկանում եք։ Պետք չի ազգի, հա, մեծ մասին սարքել հանցագործ նման, հա, ես միշտ այս օրինակը բերում եմ, ասում եմ, իսկ ավելի հանրային վտանգավորության առումով ավելի վտանգավոր չի, որ ի սկզբանե հաղորդական իրավունք չունեցող անձը նավարում, թե զրկված մարդն, վարորդական վկայականից զրկված մարդն ավելի հանրային վտանգավորության աստիճանով ավելի բարձր։ Բնականաբար ոչ, ի սկզբանե վարորդական վկայական չունեցող անձը, երբ որ վարում է, ինքը ենթարկվում է վարչական իրավախախտման, այսինքն զանցանք է դիտարկվում իր արարքը, բայց այն պրոֆեսիոնալ անձը, այն պրոֆեսիոնալ վարորդը, որ սխալ է գործել իր կյանքում, ոգելիչ խմիչք է օգտագործել, նստել է ղեկին, զրկվել է, հետագայում վարում է մեքենան եւ դա արդեն իրավական դաշտում է, իրավական տիրույթում է եւ արդեն մենք այդ անձին որպես հանցանք կատարած անձ ենք ընկալում, քանի որ հետագայում է լինում է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով որ իրեն դատարանը մեղավոր է ճանաչում հանցանք կատարելու մեջ, այսինքն մենք այդ պիտակը տալիս ենք այդ մարդուն, բայց այդ մարդը կարա լինի բժիշկ, անվանի դոկտոր լինի, բժշկական գիտությունների դոկտոր լինի, կարա լինի իրավաբան, ինչու ոչ ոք այս կյանքում սխալ գործելուց ապահովագրված չի։ Դե օրինակ իրավիճակը ինքը նույնն է, երկուսն էլ չունեն վարորդական իրավունք։ Ուղղակի երբ որ դու զրկվում ես ու դրանից հետո էլի մեքենա ես վարում առանց վարորդական իրավունքի, ոնց որ պետությունը քեզ կրկնակի պատժում է դրա համար։ Այո։ Դե հա, միտքը դրանում է կայանում, բայց Նարեկ ջան, եթե մենք պատիժ ենք տալիս բացառապես, էլի եմ կրկնում բացառապես շատ այն որ հազվադեպ դեպքերում կարող է դատարանը որոշում կայացնի որպես պատիժ ազատազրկման ձևով պատիժ կիրառելու, մենք այս դեպքում նույն այդ տուգանքը կարանք զանցանքի դաշտում տանենք, այսինքն նույն տուգանքի չափը բարձրացնենք կամ նույն տուգանքի չափը թողնելով տանենք զանցանքի դաշտ, այստեղ իմ կարծիքով պետության միակ մտավախությունը այն է, որ եթե այս դեպքում զանցանք կատարի տուգանք չմուծի, կարող է հետագայում գնա հարկադրաբար սնանկության, հա, եթե չմուծի հարկադիր ընկնի, հարկադիր կատարողական ծառայություններ չկարենա ինչ-որ մի կերպով այդ, հա, գումարը բռնագանձի, հետագայում կարա գնա սնանկության եւ ինքը ազատվի այդ, հա, տուգանքից, այո, այդ պարտավորությունից։ Իսկ հանցանքի դեպքում, եթե ինքը չկատարի, այս դեպքում արդեն պատիժը առաջացյալի դատարանը պրոբացիոն ծառայության միջնորդության հիման վրա կարող է պատիժը վերանայել եւ փոխարինել այլ պատժատեսակով։ Իսկ դրա համար չկա տուգանք պատիժ։ Հենց դրա համար նշանակվում է պատիժ տուգանք տեսակի, այո, նույնն է, բայց եթե այս դեպքում քրեական իրավունքի տիրույթում անձը չի վճարում այդ պարտավորությունը, այսինքն, իր նկատմամբ կարա փոխարինվի, ասենք խոսքի օրինակ հանրային աշխատանքներով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ կամ վերջին որ ասում է հանգրվանում լինի ազատազրկման ձևով որոշակի ժամկետներով ազատազրկման ձևով պատիժ։ Դրա համար կարծում եմ, որ իմ կարծիքով պետության միակ մտավախությունը, որ մինչ այսօր տվյալ իրավանորմը քրեաիրավական տիրույթում է, քրեաիրավական որակում ունի, դա հենց այդ որ կարող են հետագայում խուսափել դա վճարելուց, սնանկ ճանաչվել եւ այլն։ Բայց հիմա այդ արդարությանը վերադառնանք, հա, ոնց որ մենք սկսեցինք արդարությունից, արդար պատիժներից, հենց այս բանի շրջանակներում ոնց որ այս մեր խոսացած է 344-րդ հոդվածի շրջանակներում ունեցել եմ գործ, որ այսպես ասեմ, ես կյանքիս մեջ բնականաբար անուններ չեմ տա, ես կյանքիս մեջ իմ մասնագիտական կյանքի մեջ առաջի անգամ տեսա, երբ որ դատավորները չուզենալով անկեղծ չուզենալով կայացրեցին մի որոշում եւ իրանցից
սենց ակնհայտ երևում էր, որ նրանք չէին ուզում կայացնեին տվյալ որոշումը, սակայն իրավական առումով իրենք չունեին այլընտրանք։ Այդ գործը հետևյալում էր կայանում, որ անձը պատահար էր եղել, վթարի էր ենթարկել մեկ այլ անձի վրա, երթի էր ենթարկել, այդ տվյալ անձը մահացել էր, ինքը ամբողջությամբ հատուցել էր գումարը, վնասները ամբողջությամբ հատուցել էր, հուղարկավորության ծախսեր, այո, ամբողջը ինքն էր հոգացել, տուժողը ընդհանրապես բողոք չուներ եւ այդ անձի նկատմամբ 2 տարի ազատազրկում պայմանականորեն չկիրառեց դատարանը, նշանակեց 2 տարի ազատազրկում, սակայն պայմանականորեն չկիրառեց, բայց հավելյալ պատիժ նշանակեց 2 տարի վարորդական իրավունքից զրկելով, այսինքն լրացուցիչ պատիժ նշանակեց։ Եվ անձը բնականաբար իմ կարծիքով միջևերջ չէր ընկալել լրացուցիչ պատժի խախտման, հետևանքները եւ այո, նորից վարել էր, բռնվել էր եւ Առաջիատյանի դատարանը, այո, հիմա գիտեք ոնց է այդ փորձաշրջանի մեջ գտնվող անձը պայմանական հենց այդ տվյալ իրավանորմը, որ սահմանում է, փորձաշրջանի մեջ գտնվող անձը, եթե կատարում է նոր դիտավորյալ հանցանք, ուղիղ իմպերատիվ պահանջ, այսինքն պարտադիր պահանջ է օրենսդրական, որ դատարանը պետք է վերացնի պայմանականը, համակցի նոր հանցանքի հետ եւ անձին ուղարկի ազատազրկման, այո։ Հիմա այս մեր դեպքում անձին 2 տարի ազատազրկումը վերացվել էր պայմանականը եւ գումարվել էր 7 ամիս այդ լրացուցիչ պատիժը եւ 15 օր կարճաժամկետ պատիժը նույն այդ երկրորդ կատարած հանցանքի համար եւ 2 տարի 7 ամսով Առաջիատյանի դատարանը տվյալ անձին ուղարկում է պատժի։ Հիմա արդարության եւ բարոյականության իմաստից, խոսենք այս հարցի հետ կապված, դատարանը որևէ լիազորություն չուներ վերաքննիչ դատարանը բեկանելու Առաջիատյանի տվյալ դատական ակտը, որով որ անձին ուղարկում են ազատազրկման, քանի որ ինչպես նշեցի, օրենսդրական պարտադիր պահանջ է, եթե փորձաշրջանի դեպքում կատարում է անձը նոր հանցանք, այդ դեպքում անձին վերացվում է պայմանականը եւ ուղարկվում է արդեն ազատազրկման։ Բայց բարոյականության առումով, արդարության առումով անձը արժանի չէր, քանի որ տուժողի հետ հաշտվել էր, ինքը ավելի շատ պատիժը գնում է կրի ոչ թե նոր կատարած հանցանքի համար, այլ իր նախկին հանցանքի համար, որով որ դատարանը գտել էր, որ ինքը արժանի չէ պատիժ կրելու։ Հասկանու՞մ եք։ Բայց տարբեր են արդեն, տարբեր է, մի դեպքում դու ոնց որ մեքենայի տակ ես գցում Դե բնականաբար, բայց այդ դեպքում տուժողը ոչ մի բողոք պահանջ չուներ, ինչպես նշեցի արդեն այս անձը բնականաբար դա անզգուշ հանցագործություն է, իսկ երկրորդ հանցագործությունը դա դիտավորյալ հանցագործություն է, երբ որ դու առանց զրկված լինելով վարորդական իրավունքից դու մեքենա ես վարում, դա դու դիտավորությամբ ես կատարում։ Առաջինը ազգուշությամբ էր եղել, թե բնականաբար ազգուշությամբ է եղել, առհասարակ տվյալ իրավանորմը իրանից ներկայացնում է ազգուշություն, եթե լիներ դիտավորությամբ, դա իմ կարծիքով 155-րդ հոդվածով կորակվեր, այսինքն սպանություն։ Ես մեկ էլ նաև մի բան էի ուզում ասել, պատժի հետ կապված, չեմ ասի, որ դատավորներ, չնայած տվյալ դատավորին շատ սիրում ու հարգում եմ, մի գործով մենք ուղղակի գնացել էինք, ոնց որ լսում էինք այդ գործը, դատավորը ոնց էր, դեպքը ասեմ, անձը գողություն էր արել ու գողության արդյունքում տուժողի ամբողջ ունեցվածքը վերցրել էր, օգտագործել էր, այսինքն սեփականության դեմ ուղղված հանցագործություն էր։ Դատավորը տվյալ մարդուն ասում էր, որ օքեյ, ես քեզ քո նկատմամբ պատիժ եմ կիրառում, օրինակ ազատազրկում։ Հիմա եթե դու գնաս, ասենք ազատազրկման ժամանակ գնում ես պետության հաշվին, կոպիտ ասած մնում ես, ապրում ես, բայց իտոկում դու որևէ ձև տուժողի հանդեպ այն ինչ որ դու արել ես, դա չի փոխվում։ Այսինքն դու կոպիտ ասած մի հատ վերցնում ես իր գույքը, հետո քո նկատմամբ պատիժ է կիրառվում, գնում ես ազատազրկման ընթացքում պետության
այսպես ասած հարֆին ապրում ես, բայց իտոկում այստեղ տուժողը ոչ մի ձև լավ դուրս չի գալիս։ Դրա համար տվյալ դատավորը որոշեց, որ ոչ թե ինքը պետք է գնա ազատազրկման, այլ տվյալ մարդը պետք է հանրային աշխատանքներ կատարի կամ էլ օրինակ, չգիտեմ, այլ առաջարկ ասեց, որ դու գանես, գտնվես ազատության մեջ ու այն ամեն ինչ, որ դու վերցրել ես տուժողից, այդ ամեն ինչը դու ոչ թե նման պատիժ կիրառեց, այլ արդեն մտավ բարոյական դաշտ, որ դու ինքդ պետք է գիտակցես ու քո մեջ ունենաս այն պարտավորությունը, որ աշխատես ու այն ինչ որ դու վերցրել ես տուժողից խլել ես, այդ ամեն ինչը տաս այդ մարդուն։ Ու այդ այնքան ինձ համար sense տպավորիչ էր, դա շատ շուտ է եղել, մոտ երևի 5 թե 4 տարի առաջ, որ ես էլ ինքս մտածում եմ, որ տվյալ խախտումների դեպքում, եթե սեփականության դեմ ուղղված հանցագործություն է, ազատազրկումը ինքը ոչ մի բան չի անում, այլ հակառակը դու պետք է գնաս, տուժողի համար աշխատես, քառակին դու տուժողին տաս, որ տուժողն էլ հասկանա, որ օրինակ, չգիտեմ, արդարացի է եղել, որտեվ իրա համար ինչ որ մի բան արվել է այդ որոշմամբ դատավճռով։ Ես ամբողջությամբ համամիտ եմ տվյալ դատավորի հետ, սակայն ցավոք սրտի պետքա փաստենք, որ այդ ձեր ասած, որ դրեց պարտականություն, որ դու պետքա կատարես եւ տուժողի այդ վնասը պետքա հետ վերադարձնես, ցավոք սրտի դա դատավճռի մաս չի հանդիսացել։ Դա ուղղակի խոսքեր է հանդիսացել, որը որ կարող է տվյալ մեղադրյալը ընդունի, հասկանա, որպես իրան, հեղինակություն ունեցող անձ, դատավոր իրեն նման խոսքեր ասել, դա ինքը ընդունի, հասկանա եւ փորձի շտկել իրավիճակը եւ ունենք այստեղ մեկ այլ իրավիճակ, որ կարող է ժպտա, ասի բնականաբար ճիշտ եք ասում, բայց գնա հակառակը անի, գնա նորից հանցագործություն անի։ Այո, էդ էլ էի ուզում ասել, որ կա այդ նայեք, ես ձեր ասացի հետ կապված, ես մի միտք ունեմ, որը հիմա ես վստահ եմ հնչեցնեմ այստեղ, մեր մյուս գոլեգաները կարող է համակարծիք չլինեն ինձ հետ, ես կարծում եմ, որ դատավորներին պետքա անսահման լիազորություններ տալ։ Պատժի մասով, օրենքից դուրս գալու մասով, բայց այստեղ մենք ռիսկեր ունենք, պետք է հասկանանք, եթե մենք օժտում ենք անձանց տվյալ, լիազորություններով, մենք պետք է հասկանանք դրա հակառակ էֆեկտը։ Նու անսահման ասելը դա մի քիչ, կոպիտ ասած, շատ լայնացած եմ ասում, ուղղակի ուզում եմ ասեմ, որ պետքա դատավորը ունենա լայն լիազորությունների շրջանակ, թե մեկը պատժի մասով, թե օրենքից կարողանա շեղում կատարել, այսինքն դուրս գալ, բայց այդտեղ էլի կրկնվեմ, շատ մեծ ռիսկեր ունենք, կոռուպցիոն ռիսկեր բնականաբար կառաջանան, բնականաբար ինչպես սովորական հասարակ կյանքում, այնպես էլ համակարգում, թե դատական, թե քննչական, թե մեր փաստաբանական համայնքում կան եւ լավ մարդիկ, եւ վատ մարդիկ, եւ արդար մարդիկ, եւ անարդար մարդիկ, այդ դեպքում պետքա այնպիսի ֆիլտր դրվի, որ այդ ով որ լինի դատավոր, ասենք որ ընդունեն որպես դատավորի թեկնածու, իրանք լինեն բարոյական, արդարամիտ մարդիկ։ Դե ունենք նման դատավորներ, շատ ունենք, ես էլ եմ ասում, բայց ունենք նաև հակառակ պատկերը, Նարեկ ջան։ Դե հացավոք ունենք դատավորներ, որ անկեղծ ասեմ, իմ աշխատանքն է փաստաբանությունը, ես պրոֆեսիոնալ ձևով եմ մոտենում իմ աշխատանքին եւ շատ սիրում եմ իմ աշխատանքը, բայց ունենք դատավորներ, որ գործերը գալիս են, իմանում ենք, որ այդ դատավորների մոտա չենք ցանկանում, համ գիտենք ելքը ոնց է, գիտենք, որ ինչքան էլ գնանք բացատրենք, որ դա անթույլատրելի ապացույց է, ինքը մեկը իր կոպիտ ասած հայացքները ունի եւ այս դեպքում մեր մոտ այդ խնդիրը առաջանում է, մենք կամ հենց ի սկզբանե մեր վստահորդին ասում ենք, գիտես, ինչ կա, ցավոք սրտի քո գործը էս X դատավորի մոտ է, ընկել։ Մեր հույսը վերաքննիչն է։ Մեր հույսը վերաքննիչն է, կամ վճռաբեկն է, խոսքի օրինակ։ Ցավոք սրտի հենց այդ եմ ասում, դրա համար եթե մենք նման լայն լիազորություններով օժտենք դատավորներին, մենք պետք է ունենանք նաև այնպիսի ֆիլտր, որ այդ անարդար, այդ վատ, մարդիկ չհայտնվեն այդ պաշտոնում։
Բայց այդ էլ անհնարին է նման ֆիլտր, դրա համար հիմա ասում եմ կոպիտ ասած ունենք այն, ինչ ունենք, այո։ Իսկ օրենսդրական փոփոխություններից հետո շատ փոփոխություններ եղավ հենց պատժի տեսակների ու նաև պատժի չափերի մասով, չէ, օրինակ, չգիտեմ, X հանցագործության համար, եթե նախկինում կար տվյալ պատիժը, փոփոխություններից հետո էլի X հանցանքի համար փոփոխություններ եղավ պատժի մեջ։ Ու այստեղ ուզում եմ մի հատ կարևոր հանգամանքի մասով խոսենք, որ օրինակ եթե տվյալ անձը հանցագործություն է կատարել, հանցանք է կատարել, ենթադրյալ հանցանք է կատարել, ու այդ ընթացքում օրենսդրական փոփոխություններն է լինում, այսինքն այստեղ մենք գործ ունենք հետադարձ ուժի մասով։ Ոնց է այդ ամեն ինչը կարգավորվում։ Այն ամենացավալի մեր փաստաբանների համար։ Ու կներես ունեցել ես նման գործեր, որոնք որ եղել են դասում, այո։ Նայ, Նարը ջան, այս մեր փաստաբանների ամենացավալի տեղերից մեկն է այս հետադարձ ուժի կիրառման կանոնը, որ նոր քրեական օրենսգրքով սահմանվել է, ինչի համար եմ ասում ամենացավոտն է, նախ ինքը հակասահմանադրական է։ Հակասում է սահմանադրությանը եւ ինչպես տեսեք, ուրեմն սահմանադրության 73-րդ հոդվածն է, եթե չեմ սխալվում, սահմանում հետադարձ ուժի կանոնը, ուղիղ այնտեղ ասվում այն օրենքը, որը անձի վրա ունի վատթարացնող ազդեցություն, չունի հետադարձ ուժ։ Եվ այն օրենքը, որ անձի վիճակը որևիցե կերպով բարելավում է, ունի հետադարձ ուժ։ Այսինքն չկա տեղ վերապահում, որ օրենքը պետք է հետադարձ ուժ լինի, որ այսինքն միակ վերապահումը այն է, որ միայն վատթարացնող մասով չի կարող ազդել։ Մենք ստեղ ունենք շատ, ասենք, տխուր պատկեր, ինչ առումով եմ ասում տխուր պատկեր, օրինակ վաղաժամկետ պատժից ազատելու վերաբերյալ գործերով նախկին օրենսգիրքը, օրենսդրությունը տալիս էր օրինակ ծանր հանցանքների դեպքում տալիս էր, որ անձը պետք է փաստացի 1/2 կրի, ուղիղ կեսը կրի, նոր կարողանա դիմել վաղաժամկետ ազատվելու համար դատարանին։ Ու նոր օրենսդրությունը սահմանում է, որ ծանր հանցագործությունների համար անձը պետք չէ 1/2 կրի, այլ պետք է 1/3 կրի, որ նոր կարողանա դիմի վաղաժամկետ ազատվելու համար։ Հիմա վճռաբեկ դատարանը ըստ իս շատ հակասահմանադրական որոշում է կայացրել եւ ասում է, որ նախկին օրենսդրությամբ դատված մարդիկ պետքա նախկինի կանոններով դատվեն եւ վաղաժամկետներ պետքա լուծվի նախկինի կանոններով։ Եվ հղում է կատարում նոր օրենսդրության հետադարձ ուժին։ Նախ ես այստեղ ամենաաբսուրդայինը ինձ համար, եթե դու հղում ես կատարում հետադարձ ուժի կանոնին եւ ասում ես, որ նախկին օրենսդրությամբ դատապարտված անձինք պետքա նաեւ վաղաժամկետ կամ մյուս առավելություններից իրավունքներից օգտվելուց պետքա առաջնորդվեն նախկինով, դու ուրեմն նախկինի հետադարձ ուժը կիրառի, խես նորը կիրառում։ Դու ասում ես, որ իրանց ամեն ինչը պետքա լինի նախկին օրենսդրության, շրջանակներում, բերում ես դրա համար որպես հիմնավորում նոր քրեական օրենսդրության հետադարձ ուժի կանոնն ես կիրառում։ Սա մեկ աբսուրդ։ Երկրորդ աբսուրդը ինձ համար, քանի որ նախկին օրենսդրության կներեք, ես էլ ասեմ, անցնեմ երկրորդ աբսուրդին։ Նախկին օրենսդրության հետադարձ ուժի կանոնը որևիցե սահմանափակում վերապահում չուներ, ասում էր, եթե անձի պատժից ազատում է որևիցե օրենք կամ պատասխանատվությունից ազատում կամ որևիցե այլ կերպով բարելավում է անձի վիճակը, ունի հետադարձ ուժի իրավունք։ Կիրառում, այո։ Իսկ նոր օրենսդրությունը ասում է, ոչ, ասում է, պատժից ազատելը եւ պատասխանատվությունից ազատելը ունի եւ այն բարելավող օրենքները ունեն, որոնք որ սահմանված են օրենսգրքով, օրենքով։ Պետք է դրանք սահմանված լինեն քրեական օրենսդրության մեջ, այո։ Հիմա վաղաժամկետ պատժից ազատվելը չկա դրա մեջ, սահմանված չի։ Այս իրավանորմը ուղիղ հակասում է սահմանադրության իրավանորմին։ Այսինքն եթե այսինքն մեր սերունդին, Նարեկ ջան, դու էլ հաստատ կփաստես, դու էլ ես իրավաբան, սովորացրել են, որ
Սահմանադրությունը գերակա է, բարձր է, բոլոր օրենքների նկատմամբ ինքը բարձր է։ Եթե ինչ-որ մի օրենք չի համապատասխանում սահմանադրության, պետք է գործի սահմանադրության կանոնը։ Բայց մեր վճռաբեկ դատարանը արի ու տես, տարբերություն է դնում մեր նախկին օրենսդրության պայմաններում դատապարտված անձանց մեջ եւ ներկա օրենսդրության պայմաններում դատապարտված անձանց մեջ։ Իմ համար ճիշտ ասած տարբերությունը մեծ չի, որտեղ նրանց արյունն էլ է կարմիր, նրանց արյունն էլ է կարմիր եւ հա միշտ այդ որ խոսում են օրենքը պետք է միակիրառ լինի բոլորի նկատմամբ, բա ուր է այդ միակիրառությունը այս դեպքում։ Ինչ ես դու ես մարդուն ասում գնա 1/3-ը նստի ես քեզ կազատեմ, կնայեմ, կվերանայեմ, արդյոք արժանի ես հետագա պատիժը կրելու, կազատեմ, իսկ այն մեկին ասում ես չէ, պետք է գնաս քո պատժի կեսը կրես։ Բայց նույն հանցանքն են իրանք կատարել, տեղ որտեղ կա արդարություն, կա որտեղ կա միակիրառություն օրենքի։ Այս առումով մի հատ լավ ընկեր ունեմ, միշտ ասում է արդարադատություն չպետք է լինի մեր արդարադատության առումն, ասում եմ, բա ինչ պետք է լինի, ասում է իրավադատություն պետք է լինի։ Օրենքադատություն, իրավադատություն, այո։ Դե ինչպես սկզբում նշեցի, արդարությունը այդ սուբյեկտիվ է ու մեկի համար արդար է, մյուսի համար չէ։ Ուղղակի արդարությունը օրենքի շրջանակում են դիտարկում, այսինքն օրենքով են որոշում արդար է, թե արդար չի։ Դե հիմա ես ինչի համար եմ նշում, Նարեկ ջան, ինչի համար եմ ես նշում, որ դատավորը պետք է ունենա այդ լայն, հա, կոպիտ ասած շրջանակը լիազորությունների, այո, քանի որ տեսեք, երբ որ այդ հակամարտությունը սկսվում է դատավարության մեջ դատախազ եւ փաստաբան, մեր գիտությունը դա մաթեմատիկա չի, դա հաստատուն գիտություն չի, մենք կարող ենք նույն հարցի շուրջ 10 մասնագետներով 10 տարբեր կարծիքներ ունենանք ու ենթադրվում է որ ամենապրոֆեսիոնալ իրավաբանը այդ ամեն ինչի մեջ պետք է լինի դատավորը ոչ թե ենթադրվում է դա ցանկալի է եւ պարտադիր է եւ այդպես պետք է լինի չնայած որոշ դեպքերում այդպես չի ցավոք սրտի որոշ դատավորների դեպքում Եվ երբ որ այդ ամենապրոֆեսիոնալ դատավորը ունենում է այդ լայն լիազորությունների շրջանակը, ինքը իրական արդեն որպես որոշում կայացնող, հա, որպես վերջնական դատականակ տվող մարդ, ինքը կարա այդ արդարությունը լսելով կողմերին որոշակի օբյեկտիվացնի։ Բայց բնականաբար ես փաստաբանը պաշտպանության կողմն եմ հանդես գալիս բնականաբար իմ համար հա այդ սուբյեկտիվ արդարությունը պետք է իմ պաշտպանյալի կողմը լինի իսկ դատախազը բնականաբար մեղադրանքի կողմը իր համար այդ սուբյեկտիվ արդարությունը մեղադրանքի կողմում պետք է լինի որովհետև ինքը ամեն ինչ անում է որ վերջն արդյունքում պատժի պետք է այդ անձը ենթարկվի ըստ դատախազի հա արդարության սուբյեկտիվ արդարության Այդ իսկ պատճառով են միակ օբյեկտիվ օղակը, որ պետք է լինի այդ դատավորության մեջ, այդ պետք է լինի դա վերաբերվում է դատաքննության փուլին, բնականաբար։ Դա պետք է լինի դատավորը։ Իսկ նախաքննության փուլում դա պետք է լինի դատախազը, հսկող դատախազը, ով որ պետք է մանրադիտակի տակ անցկացնի բոլոր վարույթային գործողությունները եւ օբյեկտիվությունը ու արդարությունը պահելով կատարի նախաքննություն։ Բայց ցավոք սրտի այսօր մենք ունենք այլ իրականություն։ Բայց ասա որ ավելի է դատական համակարգը զարգացել, որովհետև ունենք շատ պատմություններ, թե ամեն դեպքում չի զարգացել ու անում են այնպես, ինչպես արել են նախկինում։ Դե սենց ասեմ էլի, ես որ ասում եմ մի բան կարող եմ ասել, մեր նախադեպային իրավունքը եւ նախադեպային իրավունքը բնականաբար գնալով պետք է զարգանա, ունենալով նախադեպային որոշումներ, որոնք որ արդեն կարգավորում են օրենսդրական բացերը լրացնում են, բնականաբար պետք է գնալով զարգանա։ Պրակտիկայում չնշեցիր ինչ գործեր ես ունեցել, որոնք որ վերաբերել են հետադարձ ուժին ու տեսած որ հա խնդիրներ։ Դե հետադարձ ուժին ասացի, որ այդ խնդիրը հիմնականում խնդիրներին բախվում է
ենք հենց այդ վաղաժամկետ պատժից ազատելու վերաբերյալ բախվել եմ ես վերջերս մինչև 6 տարեկան երեխայի հիմքով միջնորդություն տարա, որ հետաձգեն պատիժը։ Ու շատ դեպքերում էլի ունեն մենք շատ տարբեր նախադեպային որոշումներ, շատ դեպքերում տվյալ նախադեպային որոշումները հաշվի չեն առնում ու էլի միևնույն է վարույթ չեն ընդունում, այսինքն գալիս է այն համոզման եմ ես գնում, որ վճռապետ դատարանը շատ ուշ է վարույթ ընդունում բողոքները կամ ինչպիսի բողոք պետք է գրվի իրավունքի զարգացում լինի, որ վարույթ ընդունեն, բայց չէ որ օրինակ կարող է X գործերում իսկապես լինի հենց այդ իրավունքի զարգացումը կամ միգուցե իրենց պատկերացմամբ չկա այդտեղ իրավունքի զարգացման խնդիր կամ առհասարակ վճռապետ դատարանի բողոք ներկայացնելու հիմքերը, բայց երբեմն օրինակ քո ասացի դեպքում եթե շատ այդ ամեն ինչի մեջ մտնեին, թե իրան գիտակցեին, տեսնեին ոչ թե օրենքի տեսանկյունից, այլ նաև բարեհոգեբանական տեսանկյունից, միգուցե իրավունքի զարգացում լինի, օրենքում մի բան փոխվի ու հիմքում դրվի հենց այդ բարեհոգեբանական պահը։ Դե ես կարծում եմ մեր հարգարժան դատավորները վճռապետ դատարանի նրանք նույնպես մարդ են եւ ապրում են մեր այս հասարակությունում, նրանք նույնպես գիտեն մեր սովորույթները, քանի որ նրանք նույնպես հայ են, գիտեն հայերի սովորույթները, մեր բնակչության սովորույթները, մենտալիտետը, ամեն ինչը նրանք նույնպես պատկերացնում են, ուղղակի վճռապետ դատարանը ավելի շատ ասած քեզ հենց այդ կամ պետքա լինի նյութական կամ դատավարական իրավունքի կոպիտ խախտում կամ պետքա լինի ինչ-որ այդ իրավունքի զարգացման տեսանկյունից շատ կարևոր հանգամանք, որ ընդունեն վարույթ եւ անդրադառնան նրան, բայց այդ բարոյական առումով բացը նրանց մոտ նրանից է հաշվի առնելով որ իրենք գիտեն այդ մենտալիտետը, այդ մեր սովորույթները, մենտալիտետը, մեր բնավորությունը, տեսակ, այո, մեր ժողովրդի, նրանք բացի այդ ամեն ինչի իմանալով, նրանք չեն առնչվում մեղադերալի հետ։ Գրավոր ընթացակարգով է կատարվում վճռապետությունը, հասկանում ես Նարեկ ջան, այսինքն նիստ չի գումարվում, նիստով չի տեսնվում, թե մեղադերալը ինչ ձևի մարդ է, կարող է լավ մարդ է, համեստ մարդ է, զղջում է, կարող է փորձանքի մեջ ընկնելով է կատարել այդ տվյալը, այսինքն իրանք առնչություն չունեն, իրանք կտրված են այդ իրականությամբ։ Իրանք ավելի շատ կատարում են գիտական աշխատանք, նախադեպային որոշումներ գրելով եւ իրանց համար հիմքը միայն մեր տրամադրած նյութերն են, այսինքն նյութը, թե ինչ մենք կհիմնավորենք, ինչ խախտում կարձանագրենք մեր բողոքները։ Օրինակ ես մի հատ բողոք էի գրել, ինձ շատ հարազատ մարդու համար էր, ես տվյալ մարդուն շատ լավ եմ ճանաչում, այսինքն ինքը սովորական ինչ-որ հաճախորդ չէր, տվյալ մարդու տեսակը շատ լավ գիտեմ, ես գիտեմ իր քայլերը, ինչի համար է դա այդպես արվել, վիրավորանքի ու զրպարտության գործեր ու տվյալ մարդուն ես ճանաչելով, ինքը շատ հռետորի պես է խոսում ու այդ իր ասածի մեջ ոչ թե ինչ-որ վիրավորան կամ զրպարտություն, այլ դա իր խոսքներ ինքը sense ոնց են հռետորները խոսում, չգիտեմ, ինչ-որ բառեր են օգտագործում, երրորդ մարդու համար դա կարող է վիրավորանք կամ զրպարտություն լինի, բայց իրականում դա վիրավորանք ու զրպարտություն չէ, դա այդ մարդու տեսակն է, որ ինքը սիրում է, բարձր եւ այլ ընտանիքից ներկայացնի իրավիճակը, ու ես նման ձև գրել եմ բողոքի մեջ, որ տվյալ մարդը ունի X մասնագիտությունը, ինքը հանդես է գալիս միշտ այդ ձևով, չի վիրավորել ոչ մեկին, ինքը ուղղակի ածականներ է տվել, որով որ իր ոնց ասեմ, իր պատմության դասատու է, պատկերացրու պատմության դասատուն ոնց է վերաբերվում հայ ժողովրդի նկատմամբ, ոնց է այդ ամեն ինչը որակում եւ այլն, ու որ հայ ժողովրդի դեմ է, պատկերացրու ոնց է ինքը որակում այդ դեմ գնացողներին։ Ու հիմա այս ամեն ինչը ներկայացում եմ բողոքից մեջ, ես ճանաչելով տվյալ մարդուն, ես գիտեմ ինքը որ ինքը չի զրպարտել, ինքը ոչ մեկին չի վիրավորել։ Ուղղակի դա իր տեսակն է։ Հիմա այդ ամեն ինչը ես գրել եմ թղթի վրա, բայց արդյոք դատարանը այդ ամեն ինչը կզգա, հասկանալը չեմ ասում, այլ զգա, թե ես ինչ եմ գրել։ Կամ կհավատա, ճիշտ ես ասում, կհավատա, բայց իրականում հենց տվյալ մարդը նմանատիպ է։ Ես ճանաչում եմ իրան, որ ինքը շատ ասենց եթերային տեսակ է, որ դու իրան ճանաչելով արդեն կհասկանաս, որ հա չէ, այստեղ ոչ մի զրպարտություն վիրավորանք չկա, դիտավորյալ ոչ մի բան չի արել տվյալ մարդը։
Դե ես ամեն դեպքում ելնելով այդ փորձերից, միշտ իմ վստահորդներին միշտ ոչ թե արգելում եմ, այլ խորհուրդ չեմ տալիս խոսել, հանդես գալ խոսքով։ Որովհետև ուրիշ բան են ասելու, ուրիշ տպավորություն։ Երբեմն լինում է, որ շատ խանգարում են իրենց խոսքը։ Հա, շատ դեպքերում է։ Ասենք ես դեպք եմ ունեցել, որ խափանման միջոցի երկարաձգման կամ փոփոխման հարց էին քննարկում, ես արդեն 99% դատավորի հայացքից, ամեն ինչից հասկացել էի, որ 99% իմ միջնորդությունը բավարարվելու է եւ փոխվելու է կալանքը տնային կալանքով անձի եւ չէ եւ երբ որ ես իմ առարկությունը եւ հավելյալ միջնորդությունը կատարեցի, նստեցի, արդեն խոսքը տրվեց իմ վստահորդին, ամեն ինչ փոխեց։ Այո, եւ իմ վստահորդը մեկ այլ բաներ ուզում ասեր, sense բարձրացավ, ուզում էր ասել խոստանում եմ նման իրավիճակում չեմ հայտնվի, ես չեմ արել այդ արարքը, վերկացավ ասեց խոստանում եմ ես էլ sense բան չեմ անի, այդ ոնց որ միանգամից դատավորի մոտ հակառակ ռեակցիան առաջացրեց, այսինքն արել ես, որ ասում ես չես անի, հասկանում եք։ Դրա համար ես միշտ ու հենց այտենց էլ ջղայնացավ դատավորը, այտենց միանգամից կարելի ասել, նախահարցակ եղավ բան մի շարունակեք, սենց էս կողմ եւ տրամադրությունը փոխվեց եւ երկարաձգեց խափանման միջոցը։ Դրա համար ես միշտ իմ վստահորդների հետ ասում եմ կամ իմ հետ խորհրդակցեք, ասեք ինչ եք ցանկանում ասել, կամ լռեք, ուղղակի ասեք միանում եմ իմ պաշտպանին։ Դուք ինձ վճարում եք նրա համար, որ ես հենց այդ ֆունկցիան կատարեմ, այո, խոսեմ դատարանում իրավունքից, խոսեմ վարույթի ընթացքում թույլ տված վարութային սխալներից, դատավարական սխալներից, նյութական սխալներից, խոսեմ թեկուզ բարոյահոգեբանական մասով հանդես գամ ձեր փոխարեն, դա իմ աշխատանքը հենց դրանում է կայանում, դրա համար ավելի լավ է դուք հնարավորինս լռեք, եթե խոսելու ինչ-որ մի բան էլ ցանկանում եք, արեք քննարկենք, հասկանանք, նոր հասկանանք, պետք է այդ ինչ բան ասել, դե պետք չի, որ ոնց որ ասում այդ բերածս օրինակով չփչացնեն մեր աշխատանքը։ Իսկ ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր որ համաձայն չեն իրենց պատժին, չնայած գիտեմ ինչ խորհուրդ ես տալու, բայց ամեն դեպքում ինչ խորհուրդ կտաս, ովքեր որ ըստ իրենց նկատմամբ կայացվել է ոչ արդարացի դատավճիռ։ Խորհուրդս հետևյալն է, նախ ես բոլոր իրավիճակներում, եթե որևիցե իրավական հարց է առաջացել եւ դու իրավաբան չես, ես նախ խորհուրդ կտամ, որ դիմի համապատասխան մասնագետի։ Երկրորդ մասով ձեր հարցի, որ դուք տալիս եք, ես ուղղակի խորհուրդ կտամ միջևերջ պայքարելով մենք մեր երկիրը զարգացնում ենք։ Մեր երկրի արդարադատությունը զարգացնում ենք։ Եթե նույնիսկ ինքը սպառի մեր ներհանրապետական բոլոր գործիքակազմը, ինքը եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու իրավունք ունի։ Ես հասկանում եմ, որ մինչև եվրոպական դատարանը տվյալ գանգատը քննում է եւ տալիս է որոշում, այդ անձինք ազատվում են արդեն պատիժներից, կրում վերջացնում են պատիժները, բայց դրանով նախ կարող են համ ստանալ փոխհատուցում, համ հենց դրանով կզարգացնեն մեր երկրի արդարադատությունը, որ մյուս անգամ մեր դատարանները նման սխալ թույլ չեն տա, որը որ այո հետագայում եվրոպական դատարանը կարող է համարել սխալ, դատական կամ նյութական սխալ եւ մեր երկրին պարտավորեցնել ինչ-որ անձի իօգուտ ինչ-որ անձի, չգիտեմ, փոխհատուցում կամ որոշակի գործողություններ իրականացնել։ Գևորգ ջան, շատ շնորհակալ եմ քննարկման համար, դու ներկայացրի այն պրակտիկ խնդիրները, որոնք որ մեծամասնությունով հաստատաբանների մեծամասնություն ովքեր որ զբաղվում են քրեական մասնագիտացմամբ, բոլորը կարելի է ասել մեծամասնությունը
հանդիպել է նման խնդիրների եւ դա կարելի է ասել պատմության մյուս կողմն է ու շատ դեպքերում վստահորդը պաշտպանյալը ինքը չի գիտակցում կամ չի իմանում թե ինչ է կատարվում ու շատ դեպքերում հենց ամբողջ ուժը ընկնում է հենց պաշտպանի վրա եւ պաշտպանը պետք է ամեն ձև կարողանա պաշտպանել իր պաշտպանելի իրավունքներն ու ի վերջո փաստաբանությունը դա շատ դժվար մասնագիտություն է ինքը հեշտ գործ չի այո համաձայն եմ ձեր հետ ինչպես մեր էլի անուն չեմ տա այսօր ոնց որ այս ֆորմատի մեջ եմ էլի չեմ ուզում ոչ ոքի անունը տամ թե լավ առումով թե վատ առումով էլի մեր շատ սիրելի նախկին արդեն դատավորներից մեկով մեր գոլեգան է հիմա փաստաբանը մեզ դաս հա վերապատրաստման դասերի ընթացքում միշտ ասում էր դատախազը տանգով է փաստաբանը սկի պիստոլետ չունի ու այդ հենց ինձ իմ գործի մեջ միակ բանը որ հիասթափեցնում է երբեմն հենց դա է որ դու կարող ես որպես հակառակորդ հա դատավարության ընթացքում որպես հակառակորդ մեղադրանքի կողմին կոպիտ ասած sense քարին չթողնել բայց դատարանը գնա օգուտ իրա որոշում կայացնի դա մեր աշխատանքի մեջ ամենացավալին է բայց էլի եմ կրկնում ես մենակ մեր հա հետևորդներին մեր լսողներին կասեմ հետևյալը ես շատ ուրախ եմ որ վերջի տարիներում մեր ազգի հա իրավական գիտակցությունը բարձրացել է եւ մեր ազգը սկսել է ավելի հաճախ օգտվել իրավաբանների ծառայությունից միայն խորհուրդ կտամ մի բան Ժողովուրդ ջան եթե ընկնում եք խնդրի մեջ դիմեք փաստաբանների որ այդ խնդիրը հետագայում ավելի մեծ խնդրի չվերաճի այսքան բան Չմոռանաք հետևել Buzz TV YouTube-յան ալիքի ըստ օրենքի հետագա ոդքասթները դիտելու համար